Երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն, ով այս շրջանում բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի շարք տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք իսկական խառնաշփոթ են առաջացրել նրա հետևորդների շրջանում։ Կադրերում դերասանուհին շլացուցիչ տեսք ունի, կրելով նուրբ դիզայնով դասական ոճի հարսանեկան զգեստ, որը ընդգծում է նրա նրբագեղ կերպարն ու կանացի շքեղությունը։ Նրա երկրպագուները շտապել են մեկնաբանությունների բաժնում լի սրտանց շնորհավորանքներով և բարի մաղթանքներով մեկնաբանություններ գրելով, կարծելով, թե Անիի կյանքում նոր ու կարևոր փուլ է սկսվել, սակայն քիչ անց պարզ դարձավ, որ այս հմայիչ լուսանկարները իրական հարսանիքին չեն վերաբերում, այլ նոր ֆիլմի կամ հեռուստասերիալի նկարահանումների մասն են։ Չնայած դրան երկրպագուների հիացմունքն ու ոգևորությունը չպակասեցին, շատերը նշում էին, որ Անին հարսանեկան զգեստ այնքան բնական ու ներդաշնակ է նստել, որ նրան միանգամայն կարելի էր պատկերացնել հարսանյաց օրվա իրական կերպարում։ Անի Երանյանն իր ոճային ճաշակով ու վառ արտիստիզմով կրկին անգամ կարողացավ գրավել սոցիալական հարթակները, հիշեցնելով, որ իսկական դերասանուհին կարող է ոչ միայն դեր խաղալ, այլ նաև ապրեցնել կերպարը այնպես, որ մարդիկ հավատան։ Այս հրապարակումը ոչ միայն գեղարվեստական շունչ հաղորդեց նրա էջին, այլ նաև պատճառ դարձավ հետաքրքիր քննարկումների, թե երբ և ում հետ է դերասանուհին իրականում ամուսնական սեղանի առջև կանգնելու։ Այդ նոր նախագիծը կրում է «Սոսինձ» անունը։ Սա Սոս Կարապետյանի և Անի Երանյանի համատեղ նոր նախագիծն է, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ հանդիսատեսի շրջանում։ Անիի կողքին նախագծում հանդես է գալու նաև սիրված դերասան Հակոբ Տեր-Վարդանյանն, ում մասնակցությունն այս նախագծում հատկապես ուշագրավ է դարձնում ողջ պատմությունը։ Հայտնի դարձավ, որ հանուն այս նախագծի Հակոբ Տեր-Վարդանյանը որոշել է ժամանակավորապես լքել Հայաստանի Հանրապետությունը, թողնելով «Ծովաչքերի պատճառով» սերիալի նկարահանումները և մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ էր դարձել նրա երկրպագուների շրջանում։ Սերիալի հեռուստադիտողները զարմացած են եղել նրա անհետացումով, սակայն այժմ ամեն ինչ ավելի պարզ է դարձել։ Նա ընտրել է նոր ստեղծագործական ուղի «Սոսինձ» նախագծում։ Սյուժետային գծի վերաբերյալ դեռևս շատ բան հայտնի չէ, դիտողները դեռ չգիտեն արդյոք Անի Երանյանի և Հակոբ Տեր-Վարդանյանի մարմնավորած հերոսներն են ամուսնանում, թե դա ընդամենը հերթական դրամատիկ շրջադարձն է, սակայն մի բան հստակ է՝ հարսանեկան տեսարաններն այնքան իրական ու հուզիչ են ստացվել, որ նույնիսկ ամենաքննադատ երկրպագուներն են հիացած մնացել։ Այս նախագիծը խոստանում է դառնալ ժամանակակից հայկական հեռուստատեսության ամենաոգևորիչ նախագծերից մեկը, միավորելով ճանաչված դերասանների հետաքրքիր սցենար ու գեղարվեստական բարձր որակ։ Արդյոք Սոս Կարապետյանի և Անի Երանյանի համագործակցությունը կունենա շարունակություն, դեռ պարզ չէ, բայց առաջին տպավորությունները միանշանակ խոստումնալից են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց 1 տարի հետո չէի գա։ Ես այստեղ հասկացա, որ կարոտը հիվանդություն է։ Դերասանուհին նշել է նաև, որ երազանքների մանկություն է ունեցել, մեծացել ու դաստիարակվել է մեծ սիրո ու ուշադրության միջավայրում, կոնկրետ որևէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ իրոք անհոգ և գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել։ Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ և մեծամիտ, դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացամ, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն։ Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված եմ եղել, ընկերասեր ու աշխույժ, թեև շփման մեջ բաց էի, բայց միևնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ։ Հիմա ավելի կամակոր եմ, գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե, չգիտեմ։ Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը ևս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է։ Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա և սերը նրա հանդեպ անդավաճան է։ Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում, սիրում է ինձ անդավաճան սիրով։ Դժվարություններն ամենուր են, բայց յուրաքանչյուրին տրվում է այնքան դժվարություն, որքան ուժ ունի նա, և գուցե մի պահ քեզ թվում է էլ ուժ չունես,
որ ուզում ես ամեն ինչի վրա խաչ քաշել և մեկ էլ գերբնական մի գնդաձև ուժ գլորվում և քանդում է յուրաքանչյուր ցավ, դժվարություն, հիասթափություն և բացում նոր մեծ տարածք, որը քոնն է ու դու պիտի կառուցես նոր սեր, նոր հույս ու ապրեցնես քեզ անցյալդ ամեն անհարմար պահի փորձում է ներխուժել քո կյանք, բայց պիտի ուժեղ լինես, որ չտրվես նրա գայթակղությանը։ Ջարդվածը հավաքելն իմը չէ, երբ դժվարությունից, ցավից չես վախենում, այլ ժպիտով կռիվ ես տալիս, նա հետ քայլ է անում։ Այլ տարբերակ չկա, կամ պիտի խորտակվես հանդիպած բարդություններում, որովհետև շուրջդ չարությունը շատ է, կամ պիտի կարողանաս թքած ունենալ և մաքրել։ Խոսքն արհամարհելու մասին չէ, այլ ուրիշի կարծիքով ապրելու։ Մենք խնդիր ունենք կարևորել մարդկանց կարծիքները։ Պատկերացրեք ինչքան մարդ կա, այնքան դաստիարակություն ու կարծիք։ Ես խեղդվում եմ, երբ տեսնում եմ իմ շրջապատում երիտասարդ աղջիկների, որոնք վախենում են մի բան անել կամ խոսել, բարձրաձայնել որևէ բանի մասին, կամ օրինակ կրել այս կամ այն կոշիկը, որովհետև մեկի համար դա տգեղ է, մյուսի համար այլևս նորաձև չէ։ Դու քիչ-քիչ խելագարվում ես այն մտքից, թե որքան կարելի է ապրել ուրիշի կարծիքով։ Մեր ու նաև իմ խնդիրը եղել է այն, որ ժամանակին թույլ ենք տվել մեզ լինել այդ գերության մեջ, իսկ հիմա կարող եմ հստակ ասել, որ ազատվել եմ դրանից և շնչում եմ ազատ ու լիաթոք։ Սա իմ և միմիայն իմ կյանքն է, ինձնից լավ ոչ ոք այն չի ապրի։ Ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուրս արժանի ենք նրան, ինչ ունենք, ինչին ձգտում ես, նրան էլ հասնում ես, կամ ուզում ես լինել երջանիկ, կամ չես ուզում, երրորդ տարբերակ չկա։ Կինը ֆենոմենալ էակ է, նա նոր կյանքեր է ծնունդ տալիս, մարդ է ձևավորում և դաստիարակում, նրա զգայարաններն ու խելքը, խելացիությունը, կոկիկությունն ու խորամանկությունն աններևակայելի հզոր են, այն ուժը, որ ունենք մենք մեր մեջ, կարող ենք և աշխարհ շուռ տալ և նորը կառուցել։ Մարդ պետք է կարողանա միայնակ երջանիկ լինել, երբեք պետք չէ ուրիշ մեկին դարձնել իմաստ, երջանկություն կամ լիարժեքություն, որովհետև եթե դու քեզ հետ երջանիկ ու լիարժեք չլինես, կողակցիդ չես կարողանա տալ լիարժեքություն, այլ միայն կիսատություն կտաս։ Երբ հանդիպում ես այն մեկին, ում կողքին երջանիկ ես, պատրաստ ես քո օդից, ազատությունից տալ նաև նրան, ապա կարող ես համարել, որ գտել ես քո նոր ուրիշ լիարժեքությունը։ Այդ ժամանակ արդեն կտեսնես քո կամ արդեն ձեր վաղը։